Ուկրաինայի նախագահ Զելենսկին նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, առաջարկելով անհապաղ դադարեցնել պատերազմը եւ անիմաստ է համարել սպասելու Ամերիկային, ում ուշադրությունը կենտրոնացված է Իրանի պատերազմի վրա։ Գիտեք, սա շատ հետաքրքիր խոստովանություն է եւ ինչ-որ իմաստով նաեւ կարող է դաս լինել Հայաստանի նման երկրներին, Հայաստանի նման երկրների ղեկավարներին։ Տեսեք, Ուկրաինան շատ ավելի կարևոր երկիր է Եվրոպայի համար, քան եւ ընդհանրապես Արևմուտքի համար, քան այսօր որևէ այլ երկիր, այն իմաստով, որ նա ուղիղ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Եվ չնայած մեր բոլորի, նաեւ իմ համակրանքին, այդ ակնածանքին, եվրոպական արժեքներին, արևմտյան կառավարման համակարգերին, բայց մենք տեսնում ենք, որ ռեալ քաղաքականության մեջ շահերն են որոշիչ։ Եվ Ամերիկայի շահերն այսօր ավելի շատ կենտրոնացված են Իրանի խնդրի վրա, եւ Զելենսկին խոստովանում է, որ անիմաստ է Ամերիկային սպասել։ Նա ուշադրություն չի դարձնում Եվրոպայում պատերազմին։ Չնայած Զելենսկին այնպես չէ, որ ասում է արեք ինչ կա, համարենք անցած գնացած, նա փորձում է Պուտինին բացատրել, որ պատերազմը շատ վատ հետևանքներ եւ արդյունքներ ունի նաեւ Ռուսաստանի համար, բայց սա շատ հետաքրքիր ինքնախոստովանություն է, որ Ուկրաինայի նման երկիրը, ով վերջերս Դոնալդ Թրամփին հանձնեց երկրի հարստությունները, այսպես կարելի է ձևակերպել, այն հազվագյուտ մետաղների համար պայքարը, որ կա աշխարհում, հիշում եք Թրամփի եւ Զելենսկու վեճը Սպիտակ տանը Օվալաձև կաբինետում, որտեղ Թրամփը նրան նախատեց, կարելի ասել ստորացրեց, ասելով, որ Ամերիկան անվճար քեզ չի օգնելու, եւ դու պետք է հազվագյուտ մետաղները տաս մեզ։ Բայց այսօր հազվագյուտ մետաղների եւ այլ ռեսուրսների համար Ամերիկան պայքարում է այլ տեղեր։ Ուկրաինայից ստացել է ինչ ուզում է։ Եվ Ուկրաինայի ղեկավարը ստիպված է այսօր Պուտինին նամակ գրել, ինչ որ իմաստով խնդրել դադարեցնել պատերազմը, որովհետեւ Ամերիկան զբաղված է։ Եվ ես ուզում եմ իմ հարցը ուղղել մեր տեղական ճակերտավոր արևմտամետներին, որովհետեւ արևմտամետ լինելը արժեքային առումով չի նշանակում լինել ուղղակի անմեղսունակ։ Ինչ է լինելու, եթե Ամերիկան Հայաստանի պարագայում եւս ինչ-որ մի պահի զբաղված լինի եւ Ադրբեջանը առիթից օգտվելով փորձի իրեն բնորոշ ոճով խեղաթյուրել պայմանագիրը եւ Հայաստանին պարտադրել ինչ-ինչ բաներ։ Ես դրա համար եի ասում, որ պայմանագիրը պետք է տարընթերցումների տեղիք չտա։ Ինչ է նշանակում անխոչնդոտ ճանապարհ։ Այդ ձևակերպումը չպետք է լինի։ Այս դեպքի համար էի ասում, եւ Ուկրաինան դրա տիպիկ օրինակն է, Ամերիկան զբաղված է։ Սա պետք է դաս լինի, պետք է աշխարհի փորձ ուսումնասիրել, որպեսզի հասկանալ, թե ինքդ ինչպես վարվես։ Ինչ վերաբերում է Եվրոպային, Եվրամիությանը, այո, Ուկրաինայի մեջքին թիկունքին կանգնած են, բայց դեռևս ռազմաճակատում դրանից որևէ օգուտ չկա։ Սա է խնդրեմը, սա է ռեալ պոլիտիկի խնդրեմը, որ պետք է հասկանան Հայաստանում։ Հավանեք, տարածեք, բաժանորդագրվեք։